Ալիևի օգնականն է նեղ սրտել։ Թուրքական մամուլը ոչ ավելի ոչ պակաս Ադրբեջանին է թիրախավորել։ Գլխագրերում Ադրբեջանը համագործակցում է սիոնիստական ռեժիմի հետ, Ադրբեջանը ներգրաված է Գազայում տեղի ունեցած ցեղասպանության մեջ վերնագրերով։ Կարծես պաղեստինյան խնդիրն ինչ-որ կերպ կապված է Ադրբեջանի հետ, սա իսկապես հուզում է մեզ որպես եղբայրների։ Նախ եւ առաջ սխալ է նման վարվելակերպը, երկրորդ դա մեզ վիրավորում է, եւ մենք պետք է բացահայտ խոսենք դրա մասին։ Բնականաբար Հաջևի արձագանքը այդպիսին է լինելու, ամեն կերպ փորձելու է խուսանավել այն պատասխանից, թե ինչպիսի վերաբերմունք ունի Գազայում տեղի ունեցող իրադարձությունների։ Թուրքական մամուլը գրում է, թե Գազայի հատվածում տեղի ունեցած ցեղասպանության ընթացքում իսլամական բոլոր երկրները բախվեցին լարվածության սիոնիստական ռեժիմի հետ։ Ադրբեջանը, սակայն, չնայած համաշխարհային արձագանք առաջացրած զանգվածային սպանություններին, շարունակում էր աջակցել Իսրայելին։ Այն դեպքում, երբ այդ երկրի բնակչության մեծամասնությունը մուսուլման է։ Ավելին, 2 տարի էլ չանցած Ադրբեջանի պաշտպանության նախարարն է այցելում Թել Ավիվ։ Իսրայելի արտաքին գերատեսչությունը հենց այդ օրերին երախտագիտության խոսքեր հղեց Զաքիր Հասանովին։ Թուրքական լրատվամիջոցներն էլ են գրում, որ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները հատկապես աչքի են ընկնում էներգետիկայի եւ ռազմական ոլորտներում համագործակցությամբ։ Ադրբեջանը նավթի մատակարարումների մեծ մասը իրականացնում է Բաքու-Թբիլիսի-Ջեյան խողովակաշարով եւ միջերկրական ծովով նավերով հասցնում Թել Ավիվ։ Թուրքիան, որը հանդես է գալիս Իսրայելի քննադատության, տալիս է իր տարածք այդպես, որպեսզի Ադրբեջանը կարողանա իր առևտուրը իրականացնել Իսրայելի հետ, բայց միևնույն ժամանակ Թուրքիան իբր թե փակում է ճակերտավոր իր բոլոր առևտրական կապերը Իսրայելի հետ։ Թուրքական մամուլի հրապարակումներում նշվում է նաև, որ Ադրբեջան մտնող զենք զինամթերքի 70%-ը գալիս է Իսրայելից։ 2016-ից ի վեր ընդդեմ հայերի Ադրբեջանի պատերազմական գործողությունների ընթացքում նրանց զենքի հիմնական մատակարարը ոչ միայն Թուրքիան է եղել, այլ նաև Իսրայելը։ Մենք պատերազմի ժամանակ զենք գնեցինք Իսրայելից, մենք վճարեցինք դրա համար եւ Իսրայելը մեզ դիվանագիտական աջակցություն ցուցաբերեց։ Նորագույն տեխնոլոգիաներով զենքի մատակարարումը հիմնականում տեղի է ունեցել Իսրայելից, քանի որ Թուրքիան նոր էր այն ժամանակ մտնում այդ այսպես կոչված անօթաչու սարքերի ժամանակաշրջան, Ադրբեջանը բնականաբար այս հանգամանքը հաշվի առնելով ամեն կերպ խուսափելու է աչքերը փակելու այդ ցեղասպան գործողությունների նկատմամբ եւ բացի դրանից հիշենք, որ Ադրբեջանը եւս նման գործողություններ իրականացրեց Արցախում։ Թուրք հոդվածագիրը նշում է նաև, որ Ադրբեջանն ու Իսրայելը հարաբերություններ են հաստատել նաև հետախուզության ոլորտում։ Ադրբեջանն ամենամոտն է Իրանին, որտեղ ըստ հոդվածի հեղինակի սիոնիստները կարող են դիտել եւ լսել Իրանին իրենց սեփական սարքավորումներով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։